Got Talent Հայաստան։ Շուրջ 4 ամիս առաջ 15 տարվա ընդմիջումից հետո Շանթ հեռուստաընկերության եթեր վերադարձավ Got Talent Հայաստան աշխարհահռչակ նախագիծը։ Եկավ ու կրկին համախմբեց տարբեր տարիքի ու մասնագիտությունների տաղանդավոր մարդկանց՝ երգիչների, պարողների, ակրոբատների, աճպարարների եւ ինքնատիպ համարներով հանդես եկող բազմաթիվ այլ արտիստների։ Իհարկե սպասումները եւ այն ինչ որ սկզբում էր զգացողությունները տարբեր էին, որտեղ առաջի հայացքից հավաքված մասնակիցներից չէինք պատկերացնում, որ կունենանք այն արդյունքները, ինչ որ հիմա ունենք, բայց փաստացի ունենք շատ լավ արդյունքներ։ Ուժային հնարքներից ու էքստրեմալ շոուներից մինչև վոկալային հուզիչ ու բազմագործիքային կատարումներ։ Մասնակիցներն անցան լսումների ու կիսաեզրափակիչ փուլերով ու արդեն եզրափակչում են, սպասելով ամենապահանջված հարցի պատասխանին՝ ով է նվաճելու հաղթողի տիտղոսը։ Այս պրոյեկտի բարդությունը իր գալաներից է հիմնականում սկսվում եւ երբ որ մասնակիցները տարբեր ժանրի, տարբեր ուղղվածությունների են, բեմը պիտի ամենատարբեր լուծումներով բաներ ունենա, չգիտեմ, վերևից կախվելու հնարավորություն, ինչ-որ բաներ, որոնք որ պիտի ակերի վրա լինեն, գնան, գան եւ այլն, ամենատարբեր լուծումներով։ Ժյուրիի անդամներ Անդրեն Սյուզաննա Մելքոնյանը, Տիգրան Գյուլումյանը եւ Վիկտորիա Մարտիրոսյանը ողջ եթերաշրջանի ընթացքում գնահատում էին մասնակիցների վարպետությունն ու բեմական կեցվածքը, աջակցելով նոր անունների բացահայտմանը։ Ես կարծում եմ, որ մենք հասել ենք մեր մեգանախագծի ավարտին բոլորս լի էմոցիաներով, լավ տպավորություններով, արդեն լավ հիշողություններով, որովհետև ամենաառաջի փուլից տեսել ենք, թե ինչպես է ամեն բան սկսվում եւ մեր հզորագույն ութնյակը արդեն կիսաեզրափակչից մենք հասկացանք, որ շատ բարդ է լինելու ընտրությունը, թե հեռուստադիտողի համար, թե ժյուրի անդամների համար։ Մենք շատ տաղանդավոր ազգ ենք եւ շատ ուրախ եմ, որ Շանթ TV-ն կրկին անգամ այս հնարավորությունը ձեռք է բերել եւ մեր տաղանդավոր երեխաներին, երիտասարդներին հնարավորություն է տվել իրենց տաղանդը բացահայտելու։ Սա լավագույն միջոցն է, լավագույն համաշխարհային պրոջեկտն է, որտեղ հնարավորություն են ունենում տաղանդավոր մարդիկ իրենց ներկայացնել։ Երկրորդ փուլում արդեն ժյուրիին միացավ հեռուստադիտողը։ Եզրափակչում հայտնված ութնյակը ձևավորվեց համատեղ ուժերով, ժյուրիի եւ հեռուստադիտողի ընտրությամբ։ Սոցիալական ցանցերում վիրուսային տարածում գտած տեսանյութերի միլիոնավոր դիտումները եւս մեկ անգամ ապացուցում են՝ տաղանդների որոնումը շարունակում է մնալ ամենասիրված ու պահանջված հեռուստաձևաչափերից մեկը Հայաստանում։ Այսպիսի նախագծերը հնարավորություն են տալիս մարդկանց, ովքեր ունեն տաղանդ ու շնորհք ի հայտ գալ հանրության առաջ, դառնան արտիստներ, որ հայկական մշակույթում նոր դեմքեր ի հայտ կգան, ինչպես եղել են մինչ այս բոլոր պրոյեկտներում։ Ում է ընտրել հեռուստադիտողը եւ ով տուն կգնա հաղթանակով, պարզ կդառնա հենց այս կիրակի ժամը 20-ին։ Նախագծի մեծ գալահամերգը կամփոփի ամիսներ շարունակ տևած մրցակցությունն ու կբացահայտի հաղթողին եւ հենց նա կունենա հնարավորություն առաջատար տուրիստական կազմակերպության հետ մեկնել Միացյալ Նահանգներ։ Got Talent Հայաստանը կփակի իր հերթական էջը թողնելով նոր բացահայտումներ, անմոռանալի ելույթներ եւ հաղթանակի պատմություններ, որոնք դեռ երկար կմնան հեռուստադիտողների հիշողության մեջ։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։